բալես։ Տաննեմ։ Եկեք, բարով գաք։ Դե լավ էլի այ Ալվարդ արդեն հերիք է խոսած։ Սենց բան։ Լավ։ Անպայման երեխեքին կվերցնեք, միասին կգաք։ Հա։ Չեն էլ թողում մարդն հետ գիրք կարդա առավոտից մինչև իրիկուն հեռախոսն էլա կարմրում։ Վայ։ Բարով գաք, ինչ որ ասեցիք կվերցնեք, կգաք։ Վայ։ Անպայման ենք անելու։ Չնայած պապան խոսում է վրես ոչինչ։ Դու ոնց չխոսամ է, ոնց չխոսամ առավոտից իրիկուն հեռախոսն։ Մեծ մարդ է, թող երկու բաներ խոսա։ Սա 55 տարվա զայրույթի ու սիրո պատմություն է։ Կենտրոնում Գագիկ պապն ու Ալվարդ տատն են։ Գագիկ պապի դժգոհությունը անցողիկ է։ Առավոտյան նրանք խրատում են իրար, կեսօրին լեզվակռիվ անում, երեկոյան ծիծաղում սուրճի սեղանի շուրջ։ Վայ գամի, հավերից կերակրեն, որ լավ ձուտան։ Հենց կերը լացում է, 2 րոպե հետո ձվերը հավաքում են։ Դժգոհությունն էլ հեռախոսի հետ է կապված, բայց Գագիկ պապն արդեն հաշտվել է, որ կնոջ կյանքում 2 կարևոր բան կա՝ ինքը եւ իր հեռախոսը։ Վայ, այդ հեռախոսը իրան արդեն շատ է խոսնում, շատ։ Մանավանդ որ երեխեքի հետ է խոսում, ասում եմ Ալվարդ հեռախոսը կարմրեց արդեն, հերիք է, ձեռներդ կվառես։ Խոսալ դասում ժամին նայել ես, ինչքան է։ Ասում եմ արդեն ժամ ու կեսա խոսացել ես։ Եղք ես էլի։ Վաղը ինչ պետք է խոսես։ Վաղն էլ է պետք, չէ՞։ Հեռախոսով որ խոսում եմ, հաճախակ ինքը խոսում է, նեղվում է, իրան թվում է թե իրան չեմ լսում, ջղայնանում է թե հերիքա հեռախոսով խոսես, դե հերիքա, թվում է թե չեմ լսում, լավ էլ լսում եմ։ Ինչ, ներողություն խնդրեմ, չեմ ասելու։ Թո նեղանամ մի քիչ։ Ինքը բարգանալուց հետո զգում է, մարդ, ես այս մարդուն սիրել եմ, ինչ եմ բարգանում իզուր տեղ, իզուր բարգացա, որից հետո ուշադրություն է դարձնում, այդ բարգությունը մի անգամից ոնց որ աշճանաբար վերանում է մոտ այդ, էլ չես զգում, որ ինչ-որ տեղ բարգություն է առաջացել, այդ ամեն ինչը սերն է, սիրո արդյունք է։ Եթե սիրում ես, եթե արդեն ընտանիքը պետք է լինես զիջող, համբերատար, հավատարիմ։ Դե տուն չկա, որ վեճ չլինի, վիճելուց հետո անմիջապես հաշտվում ենք։ Այդ խռովելը կամ իրարից նեղվելը կամ իրար նկատմամբ վատ խոսքեր ասել, դա ճիշտ չի։ Մինչև անգամ մեր հարևաններն էլ չգիտեմ, մեր մեջ վեճ եղել է, թե չի եղել։ Այ Ալվարդ։ Հա։ Հələ մի քիչ ջուր պես ձեռքերս լվամ։ Արի։ Նամակն են ես վառել։ Ինչ նամակ։ Այն որ ծանոթեի, քեսի ինչ։ Դավելի էդ ինչ ես հիշում, այ Ալվարդ, էդի հիշելու բան է։ Հա մի անգամի բան է եղել, էդի մոռացի։ Ես վաղուց եմ մոռացել, այ անաստված։ Ուղղակի որ վառարանը վառեցի, հիշեցի, սպասի։ Ինչ է հիշեցի։ Սպասի ասեմ ինչ հիշեցի, դու գիտես որ ես սուր հիշողություն ունեմ։ Ասա։ Կանի պատմեմ էլի աղբոր պես։ Լավ էլի։ Արի դու Մեկը չենք կռվել, չենք բաժանվել։ Ես շատ գիտեմ ինչեր չի եղել, պատմեմ էլի հիշենք էլի։ Դու մեր դասար կյանքը բերեցիր առաջ, այ կուտուրուշը։ Մոռացի։ Հիշում ես որ նամակ գրեցիր, ասի ընկերոջս եմ նամակ գրել։ Հիշում եմ։ Քո գրելու ձևից, գաղտնիությունից ջոկեցի որ էսի ընկերոջ նամակ չի, էսի աղջկա նամակ է։ Գրեցիր, սևագրեցիր, մաքրագրեցիր, գցեցիր վառարանը, չվառավ։ Ես էլ կարդացի ամբողջ տեքստը։ Տեքստը չվառվա, բայց ես վառվա։ Այ այդպես սխալ բաներ էլ չանես։ Ջահելությունն ու սխալը իրար հետ քայլում են հավասար, ոչինչ։ Դե դրա համար դրանց հետո սկսեցի քեզի շատ սիրել, էլի։ Ինչքան խանդի տեսարաններ եղել, պահեր եղել, բայց դու չես խանդել։ Այ ապրես, որտեղ քեզ ճանաչել եմ։ Ապրես, դրա համար էլ քեզ շատ։ Վատարեցի որ հիշեցի։ Այնքան բաներ հիշի։ Կամաց, այ դրա համար էլ թեւդ բռնում եմ, որ չեմ գրես։ Այ ապրես։ Լնայ ով է սիրուն, ես թե դու։ Ես։ Լավ էլի, ես։ Հələ մի հատ նայել։ Այս նկարը ցույց տվեցին, որ աչքերից սիրահարվեցի, ինչ արեցի, նշանվեցի էլի։ Մեր ծանոթությունը շատ յուրահատուկ է եղել, շատ։
Ես չեմ պատկերացնում նման ծանոթություններ էլ եղած կլինեն, թե չէ, բայց ամենայնպես կպատմեմ։ Մեկնել եմ սովետական բանակ, ծառայության մի տարին լրանալուց հետո ինձ արձակուրդ տվեցին, հերթական արձակուրդ։ Արձակուրդի ընթացքում որոշեցին, որ ինձ ամուսնացնեն։ Այդ ժամանակ հնդրած աղջիկ ունեի ճիշտ ասած, բայց ամենայնպես չստացվեց էլի։ Ինձ ծանոթացրել է եղբորս կինը։ Հանդիպել ենք անկախ մեր կամքից, միջնորդի այն դասավորած սցենարով կարելի ասել 2 ժամ իրար տեսել ենք, բայց ընտանիքում տան սեղանի շուրջ նստել ենք, զրուցել ենք, բայց ոչ մեր մասին, ոչ մի բան։ Գեղեցիկ տեսք ուներ, քալվածքը գեղեցիկ էր, մազերը երկար։ Միգուցե այդ հրապուրանքն էր էլի, որ ինձ գրավեց։ Աշկերի գույնը անպագույն էր, կապույտ, գեղեցիկ էր։ Գեղեցիկ չլներ մի անգամից չէի սիրահարվել էլի։ Ասում են առաջ հայացքից սեր գոյություն ունի, իհարկե ունի, որ առաջի հայացքից սիրահարվեցի։ Ինքը տեսել է, հավանել է, աղբորն ասել է, որ անպայման կնշանեք։ Ես հավանեցի այս աղջկան ու գնում եմ բանակ։ Ես նորից մեկնեցի ծառայության։ Դե ասեցի առանց ինձ եթե կարող եք նշանել, գնացեք նշանեք։ Իրանից հետո աղբերը գալիս է պապայիս մոտ, որ անպայման աղբորս կամքը պետք է կատարեմ։ Դե ես ուսանող էի, հետո փոքր էի։ Նշանդրեքի օրը որոշեցին, բայց Գագոյի նկարն են դրել կողքս, նշանվել եմ նկարի հետ։ 70 թվականին վերադառնալուց հետո նոր ամուսնացել ենք։ Լավ հարսանիք արեցին, 3 օր, գիշեր, ցերեկ հարսանիք են արել։ Երևի Աստված Տերը այդպես է կամեցել։ Նայ, պատկեր։ Շատ։ Գեղեցկություն։ Էս է, ահա։ Դե ասում եմ էլի, այս նկարն էր, որ նշանեցին ինձ։ Ով էր տեներ սրա հետ կնշաբեր էլի այս մարդու հետ։ Հələ ինչ մազեր եմ ունեցել, նայ ուրա, մի հատ թողել ես։ Ինչ եմ արել։ Ես շատ իրեմ ինչ ես արել քնասներ։ Դու կյանքս գերեք ես էլ քո ինչ ա եղել։ Պարզապացույց, որ ինձ նեղում ես, որ դու զանգակ ես։ Ահա, խեղճացել եմ դեմդ, ինչ անեմ։ 55 տարի միասին ապրում ենք։ Շատ գոհ եմ։ Ոչ մի անգամ չի խաբել, ոչինչ չի թաքցվել, շատ բարի, շատ ազնիվ, մաքուր։ Սկզբնական շրջանում շատ համեստ էր։ Հիմա արդեն մի քիչ ոնց որ ասած իր խոսքն առաջ տանում էլի։ Ու ճիշտ է անում։ Ուղղակի ինքը ավելի երևի ճիշտ է մտածում էլի։ Սերը տան հիմքն է։ Եթե չսիրես, չես լռի, չես հարմարվի, եթե չսիրես, չես զիջի, եթե չսիրես, չես ընդունի, իսկ եթե այդ բոլորը չեղավ, ուրեմն չես սիրում։ Այս տարիքում ավելի շատ է սերը առաջացել, սերը դա ընտանիքի ամրությունն է։ Եթե սեր չեղավ, ընտանիքում ամրություն չի լինի։ Այս տարվա մատերը առողջ են։ Առողջ են ու շատ են, նայել են։ Սրանք պետք է լրիվ հանվի, այ որ Կարենայի այդ անել իմանար, այդ մի բանը ոնց չեմ սովորացրել։ Այդ մեկն ու վերջ։ Այդ էլ որ սովորացնեի, գոյնը կօգնեիր, էլի շուտ կպրզնեին։ Տենամ, անենց այդպես որ ծառների օրին չանես գլխիս։ Ես ծառերը դնում եմ, աճեցնում եմ, ամեն մի բողբոջի համար ուրախանում եմ, ամեն մի ճղի համար ուրախանում եմ, դու չորցնում ես։ Այ երբ եմ չորցել, պատահական սրսկել եմ չորցելա, դու էլ գիտես։ Դες էլ պատահական անենց չէ, տես որ բերք չունենանք։ Ալբատ, որովհետեւ մեր բերքում բարիքը լավ լինի։ Բարի մի հատ առաջարկ անեմ, բայց խնդրում եմ առաջարկս չմերժես։ Ամուսնություն։ Չէ, ամուսնություն, ամուսնացել եմ։ Արի մի հատ միասին տանգո պարենք էլի։ Էս հողի մեջ։ Հայ ինչ կլինի, այ մարդ, ոչինչ։ Այ քեզի բան։ Ինչ որ տենան, իրանք էլ կուրախանան էլի, որ մենք տանգո բարվարի մի հատ տանգո։ Սեր ենք տալիս, հա ճյուղ։ Սեր ենք տալի։ Դե լավ էլի, վայ։ Ահա, մի հատ տանգո պարենք, սիրուն, այսպես։ Ահա, կամած ոտերը չտրորես, էդի ինչքան հետը տանգո եմ բարի ոտերս տրորել ես։ Ապրես։ Ուզում ես մի հատ երգեմ քո համար։ Դե առանց նվագի հոչ են պարում, պետք է երգես որ պարենք։ Նարենելելե սարսենձիկ էիրթար մազերն արցագեր շախտալեն կեիրթար ախ նարե ճիգյարը սվարե Իմ սիրացյարը, ախ մինուճարը Ոտերս տրորիր, հերիքա, լավ Արեք, մեր ուժիկ Ապել, եկեք
Եկեք խոստացել էի, չէ՞ ձեզ որ տանեի ձուկ բռնել։ Գագույտից մեծ ձկի առեց չմոռանաս։ Նստեք, բալես։ Դիր մեքենայի մեջ կարողա պետք գա։ Բռնածը ձկները լցնես մեջը։ Ալվարդ։ Հա։ Արի գնանք էլի, արի գնանք դու էլ կգաս։ Թարմոտ կշնչես ջրի ափից։ Վայ, տոնդե մաքուրոտ, լավ, երեխեքին էլ ուշադրություն կդարձնես, արի։ Հա, ոչինչ։ Ոչինչ։ Ահա։ Դուր։ Ահա։ Նստի, գնանք մի հատ թարմոտ կշնչես կգաս, արի։ Հաստատ։ Հա։ Չես փոշմանի։ Չէ, չեմ փոշմանի։ Այնքան բաներ հիշեմ այդ։ Ինչ կա հիշելու, էլի հիշողություններ թարմացա։ Այո, գամ։ Նստի։ Աղջիկ ջան, արի առաջ, առանց քեզ ես չեմ կարող, արի առաջ։ Վայ մամա։ Արի։ Եկա, ձկնորս էլ դարձրեց իրենձի։ Հաստատ։ Հա։ Չես փոշմանի։ Չէ, չեմ փոշմանի։ Գալիս եմ։ Ոչ մի բան չես մոռացել։ Չէ։ Ասենք որթա եւ այլ ամեն ինչ։ Ուրեմն մի անգամ Մերուժիկ ջան պապին ասեց, պետք է առավոտ շուտ գնամ ձկնորսության, որդերը դրեցի։ Դա առավոտ շուտ է։ Հետո հիշում ասում Անդրեվանոցը, ասում Անդրեվանոցը մահճակալի տակն է, որտեղ որ քնած է, ալա։ Երկար Անդրեվանոցը հակար, մեկ էլ այն բանել փայտնել ուսիդ, ալան ուրեմ գլուխը բարձրացնում է, տեսնում է, ասում է վայ, այս մահն է եկել ստե։ Պապին գալիս է, վերցնում է ամանով որդը դնում է միջանցքի լուսամուտից ու գնում է ձկի։ Ուզում է որ ձուկ բռնի, տեսնում է որդերը մոռացել է տունը։ Դե արի հիմա ձուկ բռնի։ Կլինի տենց։ Տատի վրան էլ ջղայն անում եմ։ Երիտասարդ ժամանակ շատ են գնացել նորցյան։ Լույսը դեռ չբացված ոտքով գնում էինք վճռը։ Ու այն ժամանակ զուգը շատ էր։ Հետաքրքիր են ասում էլի։ Լճի ափին մաքուր օդին։ Որից հետո զուգը որ վերում էի տուն, ասում էի տիկին Ալվարդ, այս ձկները պետք է մաքրես։ Ասում էի ես չեմ մաքրի։ Ինչի՞ չես մաքրի, որտեղ դու ես բռնել։ Ասում եմ հետո ինչ, ասում էր որտեղ ես բռնածելներ կմաքրեի։ Մաքրում էր, իմ ձկները չեմ մաքրում։ Ստիպած ես էի մաքրում, ուտելուց էլ ինքն էլ օգտվում էր։ Ահա, երեխեք ջան, արդեն հասան։ Էսի Մերուժիկից կարտն է, որ ասում էի արի թանք թարմոթա։ Եկա։ Էս վերել ես որ ձկները տանես։ Հա, բա ինչի համար եմ վերել։ Չմոռանաս հանկարծ։ Շալվարի տորին չգցես։ Ինչ շալվարի օրին։ Ինչ։ Շալվար որ թողել էիր ստի առանց շալվար տունել կար։ Հայ, պատմությունը։ Հələ չես մոռացել, անաստված։ Որ իմանայի քեզ չէ, բերի այդքան բան պետք է պատմեիր։ Եկեք, ջանա։ Ձկնորսությունը, բամբակագործությունը, թատրոնը, երգն ու պարը փշատավանցիների կյանքի կարևոր մասն են։ Գյուղատնտեսական այս հին գործիքը սայլը 50-ականներին թեթևացնում էր փշատավանցիների հոգսը բամբակով լիբերները տեղից տեղ տանելու համար։ Իսկ սև տուֆից պատրաստված ջրքամ կոչվող այս գործիքով գյուղի կանայք հոգում էին մաքուր ջրի խնդիրը։ Գինու կարասներն են, սանդը, ամեն մարդ չգիտի սանդը ինչ են անում։ Ձավար են ծեծում։ Ինչքան ձավար եմ ծեծել սանդով։ Ես էլ եմ շատ ծեծում, ես էլ եմ ծեծել։ Հա։ Այո։ Այս կարասներում պահվող գինիով տղամարդիկ հիշում էին իրենց կյանքի պատմությունները, իսկ օղիով էլ մոռանում դժվարությունները։ Արևմտյան Հայաստանից այստեղ հասած գաղթականները ճանապարհի երկայնքով տնկված փշատի ծառերը տեսնելով
գյուղը Փշատի այգի են կոչել։ Մշակութային կյանքն այստեղ միշտ է բուռն եղել, ու դա նաև Գագիկ պապի ջանքերով։ Նա Փշատավանի թատրոնի դերասաններից էր, հյուրախաղերի էր մեկնում Հայաստանի մարզեր։ Ալվար, տարի կնանք հլը տեսնենք ստեղ ինչ կա, վաղուց չենք եղել այս տարածքում։ Ուզում ես հիշես քո անցյալը։ Հա, ոնց չէ, ոնց չի։ Ամենալավ բանն է, երբ հիշողություններով ենք ապրում, էլի։ Այո, երիտասարդ ժամանակ այստեղ շատ հուշեր մնացել։ Այդ վատ չի, էլի։ Շատ լավ է, իհարկե։ Երեք թատրոններ եմ մասնակից եղել։ Ապրես, ահա։ Երևանյան վարդերն էին խաղում, Արամ Աշոտ Պապյանի լուսնորդները։ Ես հիշում եմ։ Հիշում ես։ Իհարկե, նստել եմ, նայել եմ։ Հետո տեղ հիշում ես, որ քեզ դանակը հարեցին, եկատուն ասում։ Ոնց ես իր հետ ընկերություն անում, քեզ դանակը հարել է։ Լավ էլ հիշում ես։ Շամ հետո նստել ես դա։ Դու ինձանից շատ ես հիշում, Ալվար։ Հիշում ես, որ կողքի սենյակում էլ դու կարու ձև էիր պարապում։ Ոնց չեմ հիշում։ Սպորտ դահլիճ կար։ Երկի բարի խումբ, ասմուկի խումբ, էստրադայի խումբ, կինո դահլիճ կար։ Ահա։ Շատ լավ էր, շատ լավ էր։ Շատ։ Տարիներն իրենց հետքը թողել են։ Գագիկ պապն ու Ալվարդ տատն ավելի պահանջկոտ են դարձել, բայց եւ ավելի մտերիմ։ Գոհ եմ, շատ գոհ եմ իրանից։ Միշտ ուշադիր եմ, միշտ։ Ամեն ինչին ուշադրությամբ հետևում եմ, որ հանկարծ միած սխալ բան չլինի։ Մինչև ես քնից արդարանում եմ, ինքը արդեն ամեն ինչն արել է։ Հա, ինքը շատ ուշադիր է։ Ժամանակն է կրճատվում դեպի ամուսինը, որ սիրես նենց, ոնց ինքն է ուզում։ Ուշադրությունն է կրճատվում, արդեն ուշադրությունը դեպի երեխան, դեպի տունը, ընտանիքը, իսկ իրան թվում է, թե դու արդեն իրան անտեսեցիր։ Չէ, տենց չի։ Ժամանակը չի թողում, բայց տարիների ընթացքում սեր պակասել, մարել չկա։ Եթե սիրել ես, ուրեմն մինչև վերջ պիտի սիրես։ Սերը այդպես պիտի լինի։ Քանի գոյություն ունես, քանի միասին եք, ուրեմն այդ սերը չպիտի կորչվի։ Ալվարդը անցած տարի գնաց Ռուսաստան, մնացած գործերը իր փոխարեն ես էի անում։ Հավերին կերակրել էր, մյուսը, բայց դե ընթացքում էլ անդադ ուշադրությունը իր կողմն էր։ Մտածում եմ, թե երբ պիտի վերադառնա, երբ պիտի տուն գա, օրերն էինք հաշվում։ Մի նեղացի Գագո։ Դա բնական է։ Բա ուշադրությունը կամաց պակասում է, քո մոտ էլ է պակասում, որտեղ դեպի ընտանիք, դեպի երեխա հավասար տենց չկա, որ չսիրեն։ Եթե ապրում են, ուրեմն հիմքը սերն է։ Ինձ ասեց մի քիչ ուշ կգամ, բայց դե ինքն էլ չդիմացավ առանց ինձ շուտ եկավ։ Մի քանի օր ավելի շուտ եկավ, քան ինքն էր որոշել։ Բայց մենք արդեն սովոր ենք, արդեն 55 տարի միասին ենք։ Ես կուզենայի, որ անդադ կողքից լիներ։ Փշատավանցիների հոգսերն ու ուրախությունները միահյուսված են գորգի պես։ Նրանք լավ գիտեն, ով երբ է այգին ջրում, ով երբ է խոտ քաղում կամ բերք հավաքում։ Ալվարդ տատն ու Գագիկ պապն էլ Փշատավանի առօրյայով են ապրում։ Նրանց համար մարդկային շփումը օրվա հացի պես կարևոր է։ Հյուր ընդունելն ու հյուր գնալը տոն է։ Բարով եք եկել։ Բարև պարոն Սարգսյան ջան։ Հազար բարի, բարով եք եկել։ Ակին ժամանակ չեք տեսնել այո։ Համեցեք, իշնեք գինու մառան մի բաժակ գինի իրար հետ։ Խնդրեմ, գնացի։ Ես ուղեկցեմ, ահա։ Այդ տակառների մեջ էլ հնեցվում է էլի 10 տարեկան գինի, 15 տարեկան կոնյակ։ Առատը մի շատ կարասները, վայ, ինչ լավ տեղ է, ինչ լավ։ Վայ, ես բարմեն աշխատեի լնայի։ Բա։ Հագի եկամուտ ստանայի։ Գիտեմ, թե ինչպես եք աշխատել, ինչպես եք ստեղծել ամեն ինչը եւ արդեն վայելելու ժամանակը եւ դա վայել։ Իրոք վայելում ենք։ Ողջունեն։ Բարով եք եկել։ Հյուրասիրության համար։ Գագիկ պապն ու Ալվարդ տատը ճանաչում են իրար հին ու բարի հարևանների պես։ Տարիների ընթացքում նրանք տեսել են թե լավը, թե վատը։ Երեկոյան վառարանի մոտ նստած հաճախ չեն էլ հիշել առավոտյան վեճի պատճառը։ Որոշել են պետքա բարձրանալ։ Գեղեցիկ տեսարանների խաթր։ Հա, բա։ Ես էլ ապետք։ Լույսը հրաշք տարածությունը։
վերևից ամբողջ գյուղը երևաց, տեսար։ Տեսա ամբողջ գյուղն էլ երևաց, այս լացող ուռենին, որ վերջն է։ Այստեղ Շատ սիրում եմ։ Ամառը ես գալու եմ այստեղ հատուկ նկարվելու։ արի։ Վերև եմ բարձրանալու, ներքև եմ իջնելու, մեկ սենց լավ տեղեր տարելի, գեղեցկություն տեսնեմ։ Այլ ուր ես։ Շատ եմ տեսել, բայց Ուր ես ուզում տանեմ, ասա տանեմ։ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիայից հետո կարող է իջնենք Բուլղարիա, կարող է գնանք, չգիտեմ, Հնդկաստան, Ամերիկա, որտեղ ուզենք էլ։ Վերջում եթանք երեխեքի Չէ, մոտ։ վերջում մեր տուն։ Բայց կա մի բան, որ երբեք նրանց հիշողությունից չի ջնջվում։ Ցավ, որի մասին նրանք վաղուց բարձրաձայն չեն խոսում։ Առաջին զավակից հետո երկրորդը ծնվեց, ճիշտն ասած, այդ մեր բաժին չէր արդեն Աստված երևի տենց էր կամեցել։ Երկրորդը ապրեց մի ամիս ու մի քանի օր, հանկարծամահ եղավ, փոքրիկը, վշտացրեց, երիտասարդ էինք, լավ տրամադրված, որ գուրգուրենք, պահենք, մեծացնենք, դե Մեկս մյուսի լրացնելով հաղթահարեցինք այդ ամեն ինչը, որից հետո նոր ունեցել ենք երկու աղջիկ մի տղա, երկուսից սիրո արդյունքն ա եղել։ մեկս մյուսին լրացնելով, մեկս մյուսին ուժ տալով, թիկունք կանգնելով, ստեղծեցինք մեր ամուր ընտանիքը։ Այ, կյանքը, պետք է հաշտվես կյանքի հետ, պետք է առաջ գնաս։ Սերը նաև համբերել ու հանդուրժելն է։ Ալվարդ տատն ու Գագիկ պապը դա լավ գիտեն։ Հակառակ դեպքում կես դարից ավելի միասին չէին լինի ու 4 զավակ 12 թոռ ու ծոր չէին ունենա։ Վիճելու նրանց ձևն էլ ուրիշ է։ Մեկ լռում են լարվածությունը բամբակի պես կլանելով, մեկ էլ զրնգում վեճն ու ծիծաղն իրար խառնելով։ Բնականաբար պետք է կինը բամբակ լինի, որ տան մեջ հաշտություն լինի, կինը պետք է ներողամիտ լինի, կինը պետք է հոգատար լինի, կինը պետք է ուշադիր լինի, բայց այդ բոլորի համար պետք է պայքարի, որ խոսում եմ, պայքարում եմ, դառնում եմ զանգակ, բայց այդպես չի։ Ինքը ավելի ագրեսիվ է, տրամադրված, քաստել, բայց ամենայն դեպս զիջում եմ, էլի ես բամբակ եմ, ինքը զանգակ։ Գագո պապին բամբակ չի կարող լինի, որտեղ է, որ թերթում է, որ գրքերում է գրած, որ պետք է տղամարդը բամբակ լինի, տենց բան չկա, գոյություն չունի։ Գագո դուր ես, արիլը, տեսնենք ինչ ենք ասում, ինչ ենք թողում, ով է ճիշտ խոսում, ով է սխալ խոսում։ Եկա, ասա, ահա, լսում եմ։ Կանի մոդիկ բերեմ, այսեն թող, սերը սենց ալնում, ահա, դե ասա։ Ասա տնամ ինչ ես ասում։ Ասում եմ, խոստովանի։ Ինչ խոստովանեմ, դե դու ասա, դե սերը սենց ալնում, ոչ թե։ Ասենք ես չգիտեի ոնց ալու։ Գիտես, դե թևդ քիծուսով։ Դե մի հատ պաչի, ինչ կրնի։ Լավ, խելոք մնա։ Դե մա թուշուս պաչ էլ իստեն, չես պաչում, կարի ես պաչում։ Էլ ինչ ես ուզում, այմար, դե ես արը, ասում ես նվեր չես անում, էլ ոնց նվեր անում։ Ապրեշնորհակալ եմ, մեր ծերությունը մենք վայելում ենք, մեր ամուսնության 100-ամյակը 100-ամյակը չէ, 100-ամյակը մի քիչ։ Ամուսնության 100-ամյակը ես պիտի տոնեմ, դու չգիտեմ, հա։ Ասա, լսում եմ։ Ով է զանգակ, ով է բամբակ, ես թե դու։ Ալվարդ, առաջ ես զանգակ էի, դու բամբակ էի։ Հիմա հակառակն է, հիմա դու զանգակն ես, ես բամբակն եմ։ Այսինքն բամբակը ես եմ։ Ես եմ, դու չես, ես եմ։ Ես անգամ ես կլնեմ զանգակ, դու եղի բամբակ։ Տենց էլ կա, եղել է ու տենց էլ կլինի կյանքում։ Ես եմ քեզ շատ սիրում, թե դու ինձ։ Ես քեզի որ թույլ եմ տալիս պաչես։ Արի պաչ։ Այս ասել։ Քեզի լարիտ էր պետք է։ Լավ սպասի լավ, ստապում ես յաս։ Լավ տեղ եմ գտե սպասի մատները ստախացնեմ։ Մատերը տակացավ։ Հիվանդանաս մեկա ես եմ տիրություն անելու քեզ։ Բա ով տիրություն անի։ Եկեղեցում ասել ես տեր եմ, ուրեմն պիտի տեր ելնես։ Բա ինչ պիտի անեմ, բա դու ինչ ես ասել։ Ասել եմ հնազանդեմ, ուրեմն հնազանդեմ։ Ուրեմն հա։ Նշանակում է դու զանգակ, ես բամբակ։
Վայ գոգո, Ի՞նչը։ կամած քայլի։